20-ամյա բանակի օրվա միջոցառման ցանկը ավարտվեց Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած համերգային ծրագրով։ Միջոցառումը կազմակերպել էր Վանաձորի քաղաքապետարանը։ 20-ամյա բանակը թեպետ երիտասարդ է, բայց արդեն հզոր, անկոտրուն եւ մարտունակ, պատրաստ դիմակայելու ամեն դժվարության։ Միջոցառմանը հրավիրված զինվորների եւ սպայական կազմի համար հնչեցին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ, հենց իրենց օրվա հերոսների կողմից։ Խաղաղության երաշխավորը մեր հայոց բանակն է իր ողջ անձնակազմով։ Այս օրը եզակի օր է։ Երկրներ կան, որ ունեն 100 տարվա բանակ, 150 տարվա բանակ, բայց այնքան հզոր չեն, ինչքան այսօր հայկական բանակն է։ Եվ սրանից հետո երբեք էլ հայ զինվորի տարիքը իր բանակի տարիքին չի լինի։ Մենք կնշենք 30-ամյակ, 40, 50-ամյակ։ Մեր զինվորը ավելի երիտասարդ կլինի, քան բանակը։ Սրտանց շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բոլորդ էլ քաջ գիտեք, թե ինչպիսի գովով եւ ինչ ճանապարհ է անցել մեր նորանկախ պետության փառապանց բանակը։ Դժվար է եղել նրա ուղին։ Եվ այստեղ մեր շարքերում նստած մեր ազատամարտիկները, որոնք վկան են այդ անցած մեծ ճանապարհի, հաստում են այն հանգամանքը, որ հաղթանակը, որը կերվել է իրենց ձեռքերով եւ հասել է այսօր մեր զինվորին, գտնվում է շատ ամուր ձեռքերում։ Օրը տարբերվում էր իր խորհրդով, այսօրվա մեր պաշտպանները հպարտ են, որ ծառայում են հայոց բանակում։ Սովորը հետաքրքիր անցավ, համատես մնացած օրերին։ Շատ ուրախ էր, լավ 20 տարի է, հիմա սրա համար ենք մենք ծառայում, հիմա ստեղ դրա համար եմ։ Այսօրով 20 տարին ստե նշեմ։ Մեր հանրապետության համար ենք ծառայում։ Շատ լավ համերգ է, շատ ոգևորիչ համերգ է, լավ կլիներ, որ այսպիսի համերգներ հաճախակի լիներ։ Կցանկանամ, որ պատերազմներ չլինեն, խաղաղությունը լինի եւ բոլոր զինվորները շուտ հասնեն իրենց ծնողներին։ Ծառայության մեջ, ասենք, ամեն ինչից հեռու լավ է, էլի սեզմաններ, ուրախացնում է զորքին, ամեն շատ կարևոր է մեր բանակի օրն է, անպայման 20 տարին է, կարևոր է, էլի սեզմանները։ 20-ամյա բանակին կցանկանայի զորքին միշտ քաջ ծառայել, ամեն ինչում քաջ, ամեն ինչում պարտադիր զորքի համար քաջություն է պետք էլի, ոչ մի բանից չքաշվել ու միշտ հաջողություններ, առողջություն զորքին։ Երկի եւ բարի հորովեն հոմի անկոտրում կամ խաղաղ երկինք։ Մայնա Անդրեասյան, Վարդան Մկրտչյան, Միք հեռուստաընկերություն։